մի քիչ շատ երկար տևեց մեր այս քննարկումը, որովհետև իրոք հավատացեք, որ շատ դժվար էր մեզ ընտրել այն մասնակցին, ով պետք է գնա Սլավյանսկի բազար։ Ես միայն ուզում եմ ասեմ, որ այն ինչ որ մենք այսօր լսեցինք, շատ տաղանդավոր երեխաներ են, հավատացիք անկեղծ եմ ասում, որովհետև երևի այս անգամվա, այսպես ասած, մեր ալբորոչնի ամենաուշեղն էր ձայների տեսակետով։ Բոլոր մասնակիցներն էլ շատ լավն են, ես ես բոլորից շնորհավորում եմ, միշտ այդպես համարձակ լինեք, միշտ այդպես գեղեցիկ լինեք, միշտ այսպես առույգ լինեք, ինչ ասեմ, որ կարողանաք ձեր կատարումներով բոլորին ոգևորել, ոնց որ արեցիք դուք այսօր մեզ համար։ Շնորհավորում եմ բոլորիդ, ցանկանում եմ ամենալավ։ Շնորհակալություն Տիկին Գայանես, ողջունում եմ բոլորին, բոլոր ներկաներին, մասնակիցներին, ապրեք բոլորդ, շատ լավն եք, յուրահատուկ եք, բոլորդ էլ բայց ունեք շատ աշխատելու, պետք է աշխատեք շատ երեխեք ջան, որովհետև մրցույթը այնպիսի բան է, որ պետք է շատ աշխատեք, յուրաքանչյուրի դա վերաբերվում։ Մեկը լավ է երգում մի քիչ մյուսից, մեկը վատ, մեկը լավ է շարժվում, մյուսն է վատ շարժվում, դա պետք է լինի աշխատանք։ Ու անկախ ուրեմն ռեզուլտատներից, թե ով կգնա, դուք իմացեք, որ սա մրցույթ է։ Սա մրցույթ է և մենք էլ ենք մասնակցել մրցույթներին, եղել է, որ ես օրինակ չեմ գնացել, ուրիշ մեկին եմ ընտրել, բայց ես մեկ տարի աշխատել եմ, նորից եմ այդ ներկայացրել ու մասնակցել։ Այսինքն ուզում եմ ասել, որ չմտածեք էլի, որ սա վերջը, սա հակառակը սկիզբն է աշխատելու, մոտիվացիա ունեք, ձեր վրա աշխատելու, երիտասարդ եք, ջահել եք։ Հիմա ես ուզում եմ անուններն ասեմ ու տանում եմ ձեզ ձեր դիպլոմները